մեծանաք, փորձառություն ձեռք բերեք 2046 թվականին ձեզ եւ ձեր Pius խմբակի կանանց կհրավիրեմ սուրճի սեղանի շուրջ եւ կխոսենք քաղաքականությունից, մեծ քաղաքականությունից եւ արդեն այս բարակայում կխոսենք քննադատություններից։ Իսկ ինչ վերաբերում է արած գործերից, 21 թվականից այսօր, մինչև ներողություն, այսօր սխալ ասեցի, 25 թվականի մարտ ամսի ընտրությունները դուք էիք կառավարում այս քաղաքը եւ այս քաղաքի փողոցաշինության մեղքնել է ձեր վիզը եւ այս քաղաքի չկառուցած մանկապարտեզների ու սպորտ դպրոցների մեղքնել է ձեր վիզը եւ այս քաղաքի որ կյանքը հետ է գցում ամեն բան մեղքնել է ձեր վիզը եւ փորձեք քաղաքական քարոզարշավներ անել, այստեղ շոուներ անել, ձեր բերած խաղաղությունը տեսնում եք ինչպիսի խաղաղություն է, ձեր բերած փոշակները տեսնում եք ինչպիսի փոշակի բարձրացում է, ընդհանրապես օրինականացված կաշառք եք դուք բերել, դուք գնացեք Թալինում ձեր կաշառքի ցուցակները հրապարակեք, որ ձեր քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում 11 միլիոն դրամի եւ փորձեք ավելի զսպված, ես խորհուրդ կտամ, ավելի զսպված քարոզարշավ վարել, որովհետեւ պետք չի ուղղակի ճղճղալ, պետք չի ուղղակի թիմում կանանց բերանով այստեղ քարոզարշավի նոտաներ թելադրել, հիմա կավարտեմ պարոն Առաքելյան, փորձեք ավելի զուսպ, ավելի կոռեկտ եւ ավելի գրագետ քարոզարշավ վարել, սա խորհուրդս ձեր խմբակի, այսքան շնորհակալ։ Տիկի Կասպարյան քարոզությունը դուք Ձեր խմբակցությունից մի հոգու տալիս է արձագանքի իրավունք։ Խնդրեմ։ Մի հոգու արձագանքի իրավունք է տալիս։ Խոսք եղավ, գիտեմ որ տանրադառնալ։ Մի հոգու։ Մի հոգու։ Օրակարգի շեղվելուց ելույթ կարող եմ ունենալ, ելույթ ունենալը դա յուրաքանչյուր ավականության իրավունք է ելույթը, պարոն Առաքելյան։ Այս պահին մի հոգու հա, դրանից հետո ևս Հարցը կքննարկվի, ելույթի կհայտարարվի, ելույթը ունեցել։ Այս դեպքում ելույթով ես հանդեսնամ, որ ելույթի ժամանակ հերթադրվելու հերթադրվել եմ, դա պարոն Առաքելյան։ Մի հարց չի քննարկվի։ Նոր ինչ է ներդրել։ Վարման կարգով Վարման կարգով ևս մեկ է։ Վարման կարգով ևս մեկ է։ Ձեր խմբակցությունը վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց, մոտեցավ ասել։ Արձագանք եղավ, խոսեցիք, հիմա ասեցիք արձագանք տալիս։ Այո, մի հատ արձագանքի հնարավորություն տալիս է։ Շատ բարդ։ Ուրեմն բոլորին տեղեկացնեմ, որ մենք 4 տարի քաղաքային իշխանության մաս չենք եղել։ Կխնդրեմ տեղից չարձագանքեք, եթե դավայեցվելով կուզեք։ Մի վարդյան, պարոն Գրիգորյան, ես երկխոսություն չի, պարոն Գրիգորյան, եթե հարցերում եք կարող եք դիմել, կպատասխանեք, բայց սա երկխոսություն չի։ Պարոն Առաքելյան, խնդրեմ նիստը վարել պատշաճ կարգով է ապահովել նիստի պատշաճ ընթացաշրջանը։ Եթե մենք այստեղ բանավիճելու ենք, ապա հաստատ բանավեճի ֆորմատին հետել է մեր համանուն։ Կգա, ձեր ժամանակումն է։ Այո, ձեր ժամանակը կգա։ Ինչ ինչ մնում է համատեղ կառավարմանը, եթե չգիտեք մամուլից կարող տեղեկանալ, թե ամիս անցածով երբ է կնքվել հուշագիր համատեղ կառավարման եւ ինչ պատճառներով է խզվել կնքված հուշագիրը։ Իսկ թե ֆորմալ կուսակցության մասին եք, թե կառավարության խորհրդի կազմում եք թղթով, թե բանավոր, դա քվեարկություններից է ցույց տալու։ Դուրս եկեք քաղաքը համոզեք, որ դուք կառավարության մաս չեք քաղաքի։ Այդ մեզ մի կապացուցեք, քաղաքի բնակչության ապացուցեք, այդ մեկ։ Երկրորդ, տարիքային հասունացման, չգիտեմ ինչ ամենից խոսալու համար, չեմ կարծում, որ Տիկին Կասպարյան մենք որևէ առիթ եք տվել անձնական վիրավորանքների դաշտ անցնել։ Կխնդրեմ կհորդորեմ անձնական վիրավորանքների դաշտ չանցնել, որովհետև մենք ամենայն դեպս քաղաքակիրթ մարդ ենք, մենք խմբակցության անդամներ ենք, կխնդրեմ ձեր բարերում այսուհետ լինել մաքսիմում զուր, մաքսիմում ուշադիր, կայել կոռեկտության բոլոր սահմանները, դա վերաբերում է բոլորին Տիկին Կասպարյան։ Պարոն Գրիգորյան, երկխոսություն չենք կատարում հիմա, եթե երկխոսության ֆորմատ է, անցնենք երկխոսության ֆորմատին, լրիվ կարող եք անցնել, լրիվ կարող եք անցնել, ընդհանրապես ըմբեշտ։
Լրի խա, մեծ չէ, իրականում լրի։ Արմագեշյան, հնչում են կարճ, էլ ժամանակ։ Այո, վերադառնալով արձագանքի դեպքում ցույց վերականգնել ռոպեների հաշվարը երկու ռոպեներով է քաշում, բայց ինչևից է մեր կառավարման ժամանակի հետ կապված արդեն նշեցի, պետք չէ խեղաթյուրել, պետք չէ իրականությունը խեղել, իսկ ինչ մնում է կոռեկտության սահմանները չանցնելուն, ոչ եմ անում ոչ մեկին կոռեկտության սահմանը չանցնել, իսկ այն մտքին, թե Արցախի բառը լսելուց մենք սրսրտում ենք կամ չգիտեմ նմանատիպ որակավորում, ուրեմն կգնաք, կհարցնեք, թե 30 տարիների Արցախից քանի միլիոն փող են լափել, Հայաստանի ժողովրդից քանի միլիարդ դոլարներով փող են լափել, դրա մասին խոսում է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված այն քրեական գործերը, այն ժամանակվա կառավարիչների մասին, թե քանի միլիարդ փող են լափել, ու այդ ձեր հարցի պատասխանը արդեն կտեսնենք, թե ով է սրսրտում Արցախ բառը ասելուց, ու ով է հայաթափել Արցախը, դրա մասին չմոռանաք ընդհանրապես։ Եթե դու դառնաս միադառնալարնամ, քանի որ այստեղ հնչեցվեց նաև քաղաքային իշխանությունը դիմում է կառավարությանը, անտակ քաղաքացիներին ընդունում է եւ ասում է դիմեք կառավարություն, դին Բաղդասարյան, չգիտեմ, քարտները դին Բարսեղյան։ Ուշադիր հետևում եք շաբաթով ընդունելությունների։ Տեսնում եք քաղաքի բնակչության մեծամասնությունը ինչ խնդրով է դիմում քաղաքապետարան։ Անօտևանության խնդրով է դիմում եւ այդ անօտևանության վերացման առաջնահերթ ու սուրբ պատասխանությունը կառավարությանն է։ Բաղում ասեմ դիմեն։ Կառավարությանը պետք է դիմեն։ Մյուս հարցին էլ ես խնդրում եմ ոչ ոք այստեղ անձնական դաշտ չմտնի, ի ճշմարտություն դուք եկեք այստեղ մարդկանց մագանուններ եք տալիս, չի կարելի։ Սպասեք, ես խոսում եմ, խնդրում եմ չընդհատեք։ Ձեր խոսելա ոչ թե միշտ անձնական դաշտ մտնելը։ Երբեք ու երբեք այս երկրում միշտ պահպանվել է քաղաքական էթիկան։ Ոչ մի անգամ ոչ փողոց ծեփել են պատերին, ոչ գործուրներ են լիզել տվել, ոչ մարկած մականուններով են դիմել։ Միշտ ձեզանից է եկել։ Մենք միշտ պահում ենք այդ ամեն ինչը եւ հիմա էլ խնդրում եմ պահպանենք։ Բոլոր կողմերին կոչ եմ անում։ Ինձնից սկսված։ Մենք պահպանում ենք։ Ձեզանից չի լինի։ Դուք եք անդադ այդ ամեն ինչը տանում եք դաշտ։ Անձնական դաշտ պետք չէ տանել։ Բոլորս էլ անցողիկ ենք։ Քաղաքական հոսանքները գալիս եւ գնում են։ Հայրենիքն ու պետությունն է մնալու եւ ժողովուրդը։ Ասավ հաջորդ հարցին 11-րդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի